Սիրելիներ, դուք արդեն Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքի առաջին մասից իմացաք, թե որտեղ է դաստիարակվել եւ ում կողմից։ Իմացաք, որ նախընտրեց ճգնակեցությունը։ Իմացաք, որ թողնելով աշխարհը գնաց լեռներում ճգնելու եւ ինքը Տերը երևաց նրան եւ խոսեց նրա հետ։ Լսեցիք Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքը, լսեցիք Աստծո պատասխանը։ Իմացաք նրա առաջին հրաշքի մասին եւ նաեւ իմացանք, որ մարդկանց անհավատությունը բժշկելու համար ուղևորվեց Նոյան տապանից մի մաս բերելու։ Այժմ սիրով շարունակենք ընթերցել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքը։ Այն ժամ հրաժեշտ տալով Սուրբ Մարուքեին, Սուրբ Հակոբը մեծ ջանքերով ճանապարհ ընկավ գտնելու Սուրբ Խաչի խորհրդանիշ տապանը եւ իր լծակցին մասունք բերելու Նոյան տապանից։ Եվ քանի որ նա աստվածային գործը չէր անում առանց հրեշտակների սպասավորության, նրանց առաջնորդությամբ եկավ հասավ մինչև Այրարատ գավառ, սակայն նա չելավ Մասիս լեռը, որովհետև երբ հոգնածն իր հետ Մասիս լեռան փեշերին, Տերը խնայեց իր սիրելի Սուրբ Հակոբին եւ արգելեց ելնել լեռան կատարը, ուր գտնվում էր սառցապատ տապանը։ Հրեշտակը տապանից մաս վերցնելով դրեց Սուրբ Հակոբի սնարին, եւ երբ նա արթնացավ, հասկացավ խորհուրդը եւ գոհացավ Աստծուց։ Ապա վեր կացավ եւ ուրախությամբ վերադարձավ, իր հետ տանելով օրհնության փայտը, որը խաչի կերպարանքն ուներ։ Այս մասին առավել ճոխ պատմում էր պատմիչ Բուզանդը։ Նա գրում է. Անկամ մեծն Մովսեսը այդպես զվարթ չէր ցնծում Սինեական լեռան վրայից իջնելիս, թեպետ չեմ ուզում ասել, թե նրա բերածը պակաս բան էր, իսկ սրանը ավելին։ Աստվածատես Մովսեսը Աստծուց ստացել էր աստվածագիր հրամանները եւ ձեռքերին բռնած իջնում էր լեռան վրայից, որովհետև այն չար ժողովուրդը Տիրոջից երես դարձնելով իրենց ձուլածոին էր երկրպագել, տիրադրուժ գտնվեց հրե ազգը, որով հրամանը բերողի սիրտը կոտրեց եւ վհատեցրեց։ Տախտակները խորտակելուց հետո հայտնի երևաց բերողի թախիծը, իսկ այս երանելուն, որի մասին այստեղ ճառում ենք, այնպես չպատահեց, ինչպես այնտեղ եղավ։ Նաև իր յուրայինները լցված էին հոգևոր ուրախությամբ, իմանալով, որ ընդունողները հոժարությամբ սպասում են հեռավոր ավետաբեր ճանապարհից իր վերադարձին, քանի որ միայն ու միայն ամենակարողից էր շնորհներ մատակարարվում բոլոր երկրածիններին։ Եվ երբ Աստծո մարդը գալիս բերում է Նոյան փրկարար տապանի փայտը, բոլոր բանականներին եւ շնչավորներին հասած պատուհասի հավիտենական նշանը, ամբողջ քաղաքը եւ նրա շուրջը եղած գավառները աննման ցնծությամբ եւ ուրախությամբ ընդառաջ էին գալիս նրան։ Նրան համարում էին իբրև Քրիստոսի առաքյալ, իբրև երկնային հրեշտակ։ Նրան շրջապատում եւ փաթաթվում էին, համբուրում էին նրա հոգնած ու արդյունաբեր գարշապարների հետքերը եւ սիրով ընդունում նրան տրված աստվածային պարգևը։ Ասենք որ մինչև այսօր էլ պահվում է հայրապետական Նոյան տապանի փայտը։ Ահա այսպես է գրում Փավստոս Բուզանդը։ Երբ Սուրբ Հակոբը մոտեցավ Արտամետ գյուղին, որ գտնվում էր Մասիսի ստորոտում, ճանապարհին մի աղբյուր տեսավ, որտեղ լվացվող աղջիկների եւ կանանց խմբեր կային, որոնք չպատկառեցին Սուրբից ու չծածկեցին իրենց սրունքները, այլ անփութությամբ եւ անամոթաբար արհամարեցին նրանք, ոմանք էլ անգամ ծաղրեցին Աստծո մարդուն։ Այս ամենը տեսնելով Սուրբը անիծեց աղբյուրը, որն անմիջապես ցամաքեց, իսկ աղջիկների մազերը պառավների պես սպիտակեցին։ Երբ հավաքվածները տեսան սքանչելիքը, խիստ զարհուրեցին եւ ընկան նրա ոտքերը, իսկ երբ նա հանեց խաչը, աղբյուրը դարձյալ բխեց, սակայն աղջիկների մազերը նա չբժշկեց ի հիշատակ իրենց մեղքերի։ Ասենք որ այսօր էլ շատ կանայք անամոթաբար իրենց ոտքերը բաց ոչ միայն հոգևորականների առջև են կանգնում, այլ նաև այդպես գալիս են եկեղեցի եւ անգամ ծնկի գալիս։ Առաջ քրիստոնյա կանայք քայլում էին փակ մարմնով եւ փակ գլխով։ Նրանցով հիանում էին անգամ հեթանոսները
երանի տալով քրիստոնյաներին։ Իսկ այսօր ցավոք սրտի շատ քրիստոնյաներ նմանվել են հեթանոսներին եւ անհավատներին։ Ուրեմն իմացեք, որ մեր սուրբ հայրերի կողմից այս ամենը դատապարտվել է եւ անգամ նզովքի պատճառ դարձել։ Շարունակենք։ Այնուհետև Սուրբ Հակոբը եկավ հասավ ասորական Մծբին քաղաքը։ Նա Սուրբ Մարուքեին տվեց նրա խնդրած խաչանման տապանի մասը, իսկ Մարուքեն այն տեսնելով մեծապես ուրախ եղավ։ Դրեց իր աչքերին, համբուրեց այն եւ խնդրեց Տիրոջը, որպեսզի փրկի կրակի հեղեղից, որը լինելու էր Տիրոջ գալստյան ժամանակ։ Այսպես տապանախաչին նայելով ասաց. «Դու այդ գալստյան կարապետն ես ու ծովածած հրեղեն գետերի վրայով արդարներին Աստծո մոտ անցկացնող նավակը»։ Ապա օրհնեց Սուրբ Հակոբին ասելով. «Թող Տերն ընդունի քո չարչարանքները, դու օրհնված ես մեր Տեր Աստծուց»։ Այն պատվով պահեցին սուրբ տեղում եւ միաբան սաղմոսերգությամբ ու երկարաձիգ աղոթքներով փառավորեցին Աստծուն։ Քաղաքում Սուրբ Հակոբի շնորհիվ եւ տապանից շնորհված մասով նաեւ այլ բազում հրաշափառ հրաշքներ կատարվեցին։ Մծբինում բնակվող մի չարացած մարդ գնաց Պարսից արքայի մոտ եւ ասաց. «Ասորիների երկիրը լցվել է քրիստոնյաներով, չկա ոչ իշխան, ոչ զորք եւ ոչ էլ զորավար։ Նրանք արհամարում են քո անհաղ թագավորությանը եւ ձեռք մեկնում հռոմեացիներին»։ Այս լսելով Շապուհ արքան հավաքեց Պարսից զորքը, մեծ բազմությամբ եկավ հասավ ասորիների երկիրը եւ պաշարեց Մծբին քաղաքը։ Սուրբ Հակոբը, որն իր մոտ ուներ տապանի նշանը, գտնվում էր քաղաքում։ Քաղաքը վտանգի մատնվեց, քանզի պարսիկները գետի հունը փոխեցին քաղաքի շուրջը եւ թուլացրին Պարիսպի մի կողմը։ Եվ ահա մոտ էր քաղաքի կործանումը։ Քաղաքի զորքը գնաց ընկավ Սուրբ Հակոբի ոտքը եւ ասաց. «Ով Տեր, Սուրբդ Աստուծո, օգնիր մեզ, քանզի եկել է բոլորիս վերջը Պարսից անօրեն զորքի կողմից»։ Իսկ նա տեսնելով մեծ աղետը, նրանց ջերմ արտասուքները, աղոթքներն ու հավատքը, վեր կացավ, վերցրեց տապանի սուրբ նշանը եւ ընդդեմ զորքի բարձրանալով կանգնեց Պարիսպի վրա։ Ողջ քաղաքը ակնապիշ նայում էր նրան։ Նա նշանը պահեց իր լուսանշույլ երեսի առաջ եւ լուռ անշարժ շուրթերով ու արտասուքներով հայցեց Աստծուց փրկել քաղաքն անօրենների ձեռքից, որովհետև նրա սիրտը մորմոքվում էր բազմամբող ժողովրդի, երեխաների եւ երիտասարդների աղաղակներից։ Եվ ահա մեծ նշան երևաց Պարսից արքային։ Նա տեսավ Սուրբ Հակոբին որպես մի փառավոր թագավորի, իսկ նրա շուրջը մեծաթիվ հեծելագունդ, որովհետև երկնային զորքերը նրան օգնության էին եկել։ Ապա արքան կանչեց այն մարդուն, որը հորդորել էր իրեն հարձակվել այդ քաղաքի վրա եւ ասաց. «Ինչու խաբեցիր ինձ ասելով, թե այստեղ չկա ոչ իշխանություն եւ ոչ էլ զորք։ Ահա ես այստեղ տեսնում եմ մի փառահեղ թագավորի եւ նրա շուրջը 12,000-անոց հեծելազոր։ Քանի որ դու կամենում ես վերացնել ինձ երկրից, ուրեմն ես քեզ կվերացնեմ»։ Եվ հրամայեց զորքի առաջ նրան սրի քաշել։ Այն ժամ պարսիկները պաշարված իրենց խորհուրդներում իրավիճակից ելք չէին գտնում, որի համար շփոթություն ընկավ նրանց բանակում։ Իսկ Սուրբը, իմանալով Աստծո հրաշքի մասին եւ խնայելով մարդկանց, որպեսզի թշնամուն վանելիս չընկնեն երկու կողմերից, Աստծուց խնդրեց պիծակներ ուղարկել Պարսից զորքի ձիերի երամակների վրա։ Եվ իսկույն հողի պես բանակի վրա հասան պիծակների, բորերի, կրետների եւ մեղուների խառնիխուռն պարսեր, որոնք արձակեցին ձիերի սանձերը եւ հեծյալներին հետիոտն սուրահանդակներ դարձրին։ Եվ այդպես հազիվ ճողոպրելով թագավորն ու իր զորքն իրենց երկիրը փախան։ Քաղաքացիները տեսնելով այս անպատում սքանչելիքները փառավորեցին Աստծուն, այնուհետև մեծարեցին եւ Սուրբ Հակոբին, ընդունելով նրան որպես փրկչի եւ հաստատուն սյան։ Այդ շրջանում մահացավ Մծբինի եպիսկոպոսը,
եւ քահանաները պետք է ընտրություն անեին, թե ով պետք է արժանանա հայրապետական աթոռին։ Իսկ թե ով ընտրվեց եւ դրանից հետո ինչ եղավ, կիմանաք հաջորդ մասում։ Աստված պահապան լինի ամենքիս։ Մեր Սուրբ Հակոբ Մզբնա հայրապետի բարեխոսությունը թող որ բոլորիս հետ լինի։ Թող որ նրա աղոթքներով չարի բոլոր ծրագրերը ձախողվեն եւ տապալվեն բոլոր նրանք, ովքեր դավ են նյութում ուղղափառության դեմ։ Փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, հետևեք էջին եւ անպայման կլսեք շարունակությունը։